Դուք նկարահանել եք այնպիսի հայտնի հեռուստասերիալներ, ինչպիսիք են Dr. House-ը եւ Կորուսալները։ Երբ սկսեցի աշխատել Dr. House-ի վրա, այն դեռևս հայտնի չէր։ Նախ նկարահանեցի առաջին 100 սերիաներից 23-ը։ Դուք այստեղ Հայաստանում չեք մեծացել։ Սա ձեր առաջին այցն է։ Այո։ Եվ հիմա դուք ֆիլմ եք նկարահանում սովետական ժամանակաշրջանի մասին։ Մենք խորապես ուսումնասիրում էինք բոլոր մանրամասները։ Ես հին ֆիլմեր էի դիտում, լուրերի թողարկումներ, ուսումնասիրում էի գրեթե ամեն բան, որովհետև ուզում էի ճշգրիտ լինել։ Այս ֆիլմն իմ լավագույն աշխատանքն է։ Այս ամենով հանդերձ, արդյոք պատկերացնում եք, որ կարող եք ապրել Հայաստանում։ Այո, եկեք ֆիլմ արտադրող ստուդիա կառուցենք։ Հարկային արտոնություն ստանանք կառավարությունից եւ ես բոլորին կբերեմ Հայաստան։ Ինչպես եք ձեզ զգում Հայաստանում։ Հրաշալի երկիր է։ Նախկինում երբեք այստեղ չէի եղել։ Հայրս, որի ծնողները հայ են, երբեք Հայաստան գալու հնարավորություն չի ունեցել։ Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանն էր։ Հայրս ողջ չէ, բայց վստահ եմ շատ հպարտ կլիներ ինձնով տեսնելով, որ այստեղ ֆիլմ եմ նկարահանում։ Ես համարում եմ, որ Հայաստանը նաև իմ հայրենիքն է։ Ինձ այստեղ շատ լավ եմ զգում։ Այնպիսի զգացողություն ունեմ, ասես նախկինում եղել եմ այստեղ։ Այդ զգացումը ձեզ զարմացնում է։ Չգիտեմ էլ ինչ ակնկալել։ Իհարկե, Լոս Անջելեսի հայկական համայնքում ընկերներ ունեմ։ Շատ մտերիմ եմ նրանց հետ։ Նրանք ինձ ասացին. Դու կսիրես Հայաստանը, կսիրես Երևանը։ Այդպես էլ եղավ։ Հիմա տխուր եմ, քանի որ արդեն ավարտել եմ ֆիլմիս նկարահանումները։ 3 ամիս այստեղ անցկացրի։ 2 օրից մեկնելու եմ։ Տխուր եմ այն բանի համար, որ պետք է հեռանամ։ Ինչն է ձեզ ավելի շատ դուր գալիս Երևանում կամ Հայաստանում։ Դե իհարկե ուտելիքը։ Ես հայկական ուտեստներով եմ մեծացել։ Տատիկս էր յուրաքանչյուր կիրակի պատրաստում մեզ համար լահմաջո, քյուֆթա, բաստրումայով ձվածեղ։ Հայրիկիս հետ ուտում էինք։ Հիմա ինձ հարցնում են, չես հոգնել հայկական ուտելիքից։ Պատասխանում եմ, չէ, ես սիրում եմ հայկական խոհանոցը։ Կարող եմ միշտ հենց հայկական ուտելիքով սնվել։ Իսկ ինչ կասեք մարդկանց մասին։ Մարդիկ բարի են։ Կարծում եմ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ինքս էլ հայ եմ, ու երբ աշխատում էի ֆիլմի վրա, ինձ հենց այդպես էլ ընդունում էին։ Թեև ես ամերիկահայ եմ, տեսնում էի, թե ինչպես էին ուզում ցույց տալ ինձ Հայաստանը։ Տանել ամենուր, որպեսզի տեսնեմ վանքերը, լիճը, հատկապես ֆիլմիս պրոդյուսերը Ռաֆայելը։ Երբ նկարահանման տեղանքն ընտրելու էինք գնում, դա վերածվում էր Հայաստանով ճամփորդության։ Նայիր այստեղ, սա էլ նայիր, տես ինչ մշակույթ ունենք, ինչպիսի եկեղեցիներ, նկարներ։ Այցելեցինք Ցեղասպանության թանգարան, այնքան բան տեսա ու սովորեցի։ Իհարկե, որոշ բաներ մինչ այդ էլ գիտեի, բայց այստեղ գտնվելն ինձ համար բեկումնային փորձառություն էր։ Եվ խոսքը միայն հայրենի երկրում ֆիլմ նկարելու մասին չէ, այլ այս հրաշալի փորձառության մասին, որ ունեցա։ Մի անգամ դուք կոտրեցիք Հոլիվուդի մասին այն կարծրատիպը, թե այն լի է վատ մարդկանցով։ Դուք ասացիք, որ դա միֆ է։ Այո, կարծում եմ, որ դա միֆ է։ Եվ ցավոք ես տեսել եմ, թե ինչպես են լավ տեսանկյունից ներկայացնում վատ իրադարձությունները։ Բայց այնքան հրաշալի մարդիկ կան Հոլիվուդում, որոնց հետ ես աշխատել եմ։ Զարմանալի արվեստագետներ, գրողներ, ռեժիսորներ, դերասաններ, բոլորն էլ հրաշալի մարդիկ են, բայց ցավոք սրտի շատ ավելի լավ պատմություններ են պատմում վատ բաների մասին։ Այնպես որ, այո, Հոլիվուդի հեղինակությունը սարսափելի է, բայց ցավալին այն է, որ դա չէ իրականությունը։ Եթե 100%-անոց սանդղակով դիտարկենք, ապա վատը շատ քիչ տոկոսն է կազմում, սակայն ոչ ոք չի ուզում լսել լավ պատմություններ։ Մարդիկ սիրում են վատ պատմություններ։ Այսպիսին է կյանքը։ Եղել է արդյոք որևէ միֆ կամ կարծրատիպ, որ լսել եք մեր մասին, բայց որը անեացել է այն պահին, երբ ժամանել եք Հայաստան։ Ինձ որևէ մեկը վատ բան չի պատմել, քանի որ ես հայ եմ, չեմ էլ լսում նման բաներ։ Ցանկացած օտարերկրացու շուրջ Ամերիկայում կան պատմություններ եւ կարծրատիպեր։ Երբևէ շատ վատ բաներ չեմ լսել մեր մասին։
Գուցե մեկը։ Գուցե չափից շատ օգտագործվող օծանելիքը։ Բարի։ Արդյոք ունեք բնավորության գծեր, որոնք վստահաբար կապված են ձեր հայկական արմատների հետ։ Մի բան կա, որ շատ հետաքրքիր է։ Իմ ֆիլմի նկարահանող խմբի անդամները միշտ ասում են. «Դու հայ ես»։ Ինչու՞։ Ինքս էլ չգիտեմ, բայց նրանք այդպես են զգում։ Գուցե դա պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչպես եմ նրանց վերաբերվում։ Գուցե իմ աշխատանքային էթիկայից կամ բնավորությունից ես ելնելով։ Միշտ լսում եմ հայ ես։ Ուրախ եք դրա համար։ Նույնիսկ հյուրանոցի բարմենն է ասում հայ ես։ Իսկ ձեզ դուր է գալիս, որ ձեզ հայ են անվանում։ Այո։ Իսկապես։ Դա ինձ դուր է գալիս։ Այո, ապա շարունակում են դու պետք է հայերեն սովորես։ Եվ այո, ես պատրաստվում եմ սովորել, քանի որ ես վերադառնալու եմ։ Սա վերջին ֆիլմը չէ, որ նկարահանում եմ այստեղ։ Կարծում եմ ֆիլմը հաջողություն կունենա ու ես շատ հպարտ եմ այս ֆիլմով։ Արդեն բանակցություններ են ընթանում հաջորդ ֆիլմերս այստեղ նկարահանելու շուրջ։ Կնոջս ասացի այդ մասին։ Այս ընթացքում նա ևս այցելել եւ սիրել է Հայաստանը, բայց նա հայ չէ։ Նա ասում է, որ անգամ պատկերացում չուներ ինչ ճգնաղ է Երևանը։ Նա պատմում է այդ մասին բոլորին։ Ասում է, որ Հայաստանը հիասքանչ երկիր է։ Երբ կնոջս հայտնեցի, որ գուցե վերադառնամ նոր ֆիլմ նկարահանելու, նա արձագանքեց հրաշալի է։ Կուզեի լսել ձեր հայ տատիկի պատմությունը։ Ահա, Սիրանի։ Ահա Սիրանը։ Կուզեի այդ պատմությունը հենց ձեզնից լսել։ Երբ տատիկս արդեն բավական ծեր էր, հաճախ էի նրան այցելում։ Ես 5 երեխաներից ամենամեծն եմ։ Բայց երբ ավելի փոքր էի ու կրտսեր երկուսը չէին ծնվել, մենք երեքով գնում էինք Նյու Յորք, Վաշինգտոն Հայթս կոչվող թաղամաս, եւ մեր ամառներն անցկացնում էինք նրա հետ։ Տատիկս մեզ պատմում էր իր ծնողների մասին, որոնց սպանել են իր աչքի առջև ցեղասպանության ժամանակ։ Մենք լսում էինք այս պատմությունը ամեն Սուրբ Ծննդյան երեկոյան։ Դուռը թակել են թուրքերը, ներս են մտել։ Սկզբում նրանք շատ բարյացակամ են եղել։ Ու տատիկիս ծնողները սուրճ, խմիչք, ուտելիք են հյուրասիրել։ Ապա հենց տատիկիս աչքի առջև էլ սրախոխող են արել նրա ծնողներին։ Այդ ժամանակ քանի տարեկան էր ձեր տատիկը։ 3, 4։ Չէ, 11 տարեկան է եղել մոտավորապես, վստահ չեմ։ Այնուհետև նրանց մարմինները թողել են գետի մոտ։ Տատիկս նստել է սպանված ծնողների կողքին։ Այդ ժամանակ տեղատարափ անձրև էր տեղում։ Գետը բարձրանում ու տանում է ծնողների մարմինները։ Տատիկս հետևել է նրանց, վազելով քարերի վրայով, մինչև ոտքերը վնասվել են եւ սկսել են արյունահոսել։ Տատիկիս թվացել է, թե ծնողները լողում են։ Ամեն Սուրբ Ծննդյան երեկո լսում էինք այս պատմությունը։ Մենք իհարկե ուզում ենք լսել Սանտա Կլաուսի մասին։ Մենք սա չէինք ուզում լսել, բայց հիմա ես այնքան ուրախ եմ, որ նա պատմում էր մեզ, քանի որ այդ պատմությունը խորը տպավորություն է թողել ինձ վրա։ Տատիկս ուզում էր պատմել այդ մասին։ Նա ուներ դրա կարիքը։ Նա ուզում էր, որ մենք իմանանք, թե ինչի ականատես է եղել նա։ Դրանից հետո նրան տեղափոխում են մանկատուն, այնուհետև ընտրում են Ամերիկա մեկնելու համար։ Նավի վրա էլ ծանոթացել է պապիկիս հետ։ Նրանք նոր կյանք են սկսում Նյու Յորքում, Վաշինգտոն Հայթս թաղամասում։ Դա մի գողտրիկ վայր է, որը գտնվում է Վեստ փողոցում։ Նա մեծացել է հայ-հրեական փոքր համայնքում։ Երկուսն էլ որբ էին։ Չէ, պապիկս որբ չէր, բայց նա էլ էր ընտրվել։ Իրականում չեմ տիրապետում մանրամասներին։ Պապիկս մահացել է, երբ շատ փոքր եմ եղել, նրան լավ չեմ էլ հիշում։ Բայց այսպիսին էր տատիկս։ Նա հայկական ուտեստներ էր պատրաստում մեզ համար ու պատմում պատմություններ։ Միասին հեռուստացույց էինք դիտում։ Տատիկս նաև պատմում էր, որ ես շատ լավ խոսում էի հայերեն, երբ 3 տարեկան էի, քանի որ ինձ հետ նա միայն հայերեն էր խոսում։ Հիմա ես հասկանում եմ հայերեն։ Հետաքրքիր է, գիտեք, երբ աշխատում եմ ֆիլմի նկարահանող խմբի հետ, նրանք ինչ-որ բան են ասում հայերենով, ես ուղղակի հասկանում եմ։ Շատ եմ կարոտում տատիկիս։ Կուզեի, որ տեսներ ինձ այստեղ, բայց ես նաև զգում եմ նրա ներկայությունը։ Վստահ եմ, որ երկնքից հետևում է ինձ։ Այս ֆիլմի հաջողությունը օրեցօր աճում է։ Յուրաքանչյուր տեսարանի նկարահանում այնքան լավ են թացել, քանի որ մշտապես զգացել եմ, որ տատիկս հետևում է ինձ։ Ինչ եք կարծում, ինչու էր նա անում դա Սուրբ Ծննդյան երեկոյան։ Չգիտեմ, ինձ էլ է հետաքրքիր։ Մենք միշտ նրան հրավիրում էինք։ Ու նա ներկա էր լինում Սուրբ Ծննդյան տոնին։
Նա նստեցնում էր մեզ ու պատմում այդ պատմությունը։ Մենք ասում էինք, ախր լսել ենք, չենք ուզում նորից լսել։ Այն տխուր էր։ Շատ տխուր։ Իսկ ուրիշ ինչ էր պատմում Արևմտյան Հայաստանում ապրած իր կյանքի մասին։ Հիմնականում բոլորիս պատմում էր մշակույթի, քրիստոնեության ու բարոյական արժեքների մասին։ Սա շատ կարևոր էր տատիկիս համար։ Բայց ամենաշատը ուզում էր, որ ուտենք իր պատրաստած ուտեստները։ Համեղ տոլմա ու փախլավա էր պատրաստում։ Նաև խմորից տարբեր ուտեստներ։ Մենք նայում էինք, թե ինչպես է նա պատրաստում։ Շատ էինք սիրում այդ ամենը։ Ահա թե ինչու եմ այստեղ ամեն բան այսքան հավանում։ Հայկական խոհանոցից նաև Լոս Անջելեսում եմ օգտվում։ Օրինակ, կարուսել կոչվող հայտնի վայրում։ Մեկը Գլենդելում է, մեկն էլ Հոլիվուդում։ Ինքս հաճախ եմ լինում այդտեղ։ Երեխաներիս եմ տանում, բայց բաստրումայով եւ կիտրոնով ձվածեղը, լավաշը։ Ինձ համար այս ամենն ուտելը այլ հաճույք է։ Ուստի Հայաստան գալս նմանվում է Ամերիկայում երախտագիտության օրվա տոնին։ Ամեն օր ինձ հարցնում են՝ կուզես գնանք այլ ուտեստներ փորձես, օրինակ ֆրանսիական։ Ասում եմ՝ չէ, միայն հայկական։ Սա գուցե նման է ձեր տատիկի հետ վերամիավորվելուն։ Ճիշտ այդպես։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ ճիշտը դա է։ Պետք է հայկական ուտելիքով սնվեմ ու միայն հայկական խոհանոցից օգտվեմ։ Այդպես էլ անում եմ։ Այս ամենով հանդերձ, արդյոք պատկերացնում եք, որ կարող եք ապրել Հայաստանում։ Այո, 100%-անոց վստահությամբ ասեմ կարող եմ։ Հիմա քննարկումներ են ընթանում։ Եթե ֆիլմի հետ կապված ամեն բան լավ ընթանա, ապա ես կուզեմ կինոարտադրություն սկսել Հայաստանում, բանակցել կառավարության հետ քննարկելով հարկային արտոնությունների հարցը եւ ստուդիա կառուցել այստեղ։ Շատ եմ ուզում անել դա։ Նաև այստեղ որոշ ներդրողների հետ եմ քննարկում, թե ինչպես կարող ենք իրական կինոստուդիա կառուցել, ինչպիսին Կանադայում է, Տորոնտոյում կամ Լոնդոնում։ Եթե հիմա ինձ լսում են, ապա առաջարկս հետևյալն է. եկեք ֆիլմարտադրող ստուդիա կառուցենք, հարկային արտոնություն ստանանք կառավարությունից եւ ես բոլորին կբերեմ Հայաստան։ Ես համագործակցում եմ Netflix-ի հետ, գիտեմ ինչպես են նրանք աշխատում։ Նրանց հեռուստասերիալներից մեկի վրա աշխատել եմ, գիտեմ ինչպես է պետք աշխատել։ Խնդիրը միայն ֆինանսական մասն է։ Ստուդիան կունենա անապատներ, լեռներ, գեղեցիկ քաղաքներ։ Եթե կինոստուդիա կառուցենք այստեղ, ֆիլմարտադրողները կգան Հայաստան, եւ ես ուզում եմ անել դա։ Դուք ասում եք, որ ձեր ոգեշնչման աղբյուրը ձեր տատիկն է։ Նա է ձեզ ասել, որ ռեժիսոր եք դառնալու։ Այո։ Իսկ ով էր այն ռեժիսորը, որ ոգեշնչեց ձեզ։ Նկատի ունեք ֆիլմարտադրողներից։ Կարծում եմ Սթենլի Կուբրիկը։ Առաջին ֆիլմերից մեկը, որ դիտեցի եւ որն իսկապես ոգեշնչեց ինձ, 2001 թվականի տիեզերական ոդիսականն էր։ Այն իսկապես տպավորիչ էր։ Ֆիլմը տատիկիս հետ էի նայում։ Դիտելուց հետո անverջ այդ ֆիլմից էի խոսում։ Ինչու՞։ Այն ասես ինձ տեղափոխել էր մի այլ աշխարհ։ Ու ինքս էլ ուզեցի ֆիլմեր նկարահանել։ Այնուհետև Կուբրիկի բոլոր ֆիլմերը նայեցի, այդ թվում Դոկտոր Սթրենջլավը։ Խաղահրապարակ տանելու փոխարեն ծնողներս մեզ անverջ կինոթատրոն էին տանում, որ ֆիլմ դիտենք։ Դա էր իմ խաղահրապարակը, իսկ ես այնտեղ դայակի դերն էի ստանձնում։ Բազմաթիվ ֆիլմեր դիտեցի՝ Սառնարյուն լյուկը, Սպասիր մթությանը, Քլինտ Իսթվուդի բոլոր ֆիլմերը։ Բայց 2001 թվականի տիեզերական ոդիսականն այլ էր։ Դիտելուց հետո տատիկիս հետ խոսում էինք այդ ֆիլմի մասին, անverջ խոսում էինք։ Պատմությունը նորից ու նորից էի պատմում տատիկիս։ Ու նա ինձ ասաց, պետք է ինքդ ֆիլմեր նկարահանես։ Դու ռեժիսոր ես դառնալու։ Իր որդու նման։ Նա շատ էր հպարտանում իմ հայրիկով։ Բայց հայրս չէր ասում, որ ես պետք է կինոռեժիսոր դառնամ։ Մայրիկս ու տատիկս էին անverջ ասում։ Իսկ ինչ էր ասում ձեր հայրիկը։ Կարծում եմ նա գիտեր, որքան բարդ է այս ուղին։
ու չեմ կարծում, թե նա ուզում էր, որ մենք զբաղվենք դրանով։ Իսկ իմ քեռին Ռոբերտ Օլթմենը նույնպես կինոռեժիսոր է։ Ես այդ միջավայրում եմ մեծացել, թեպետ հայրս ու քեռս չէին սիրում միմյանց։ Ի սկզբանե նրանք մտերիմ ընկերներ են եղել։ Հետո մայրիկս էր օգնում նրանց, երբ միասին ֆիլմ էին նկարահանում։ Ահա թե ինչպես են սկսել աշխատել Քանզաս Սիթիում։ Նրանք աշխատում էին Ռոբերտ Օլթմենի Խաղացողները ֆիլմի վրա, երբ հայրը սիրահարվում է մայրիկիս։ Իսկ քեռիս ասում է հեռու մնա իմ քույրիկից։ Հայրս ասում է չափազանց ուշ է, նա արդեն երեխայի է սպասում։ Խոսքն իմ մասին էր։ Իսկ ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Նրանք դադարեցին ընկերություն անել։ Այլևս ընկերություն չարեցին։ Աստված իմ, բայց ինչու։ Այսպիսով մեր ընտանիքները բաժանվեցին։ Ես հրաշալի հարաբերություններ ունեմ զարմիկիս Բոբի Օլթմենի հետ։ Նա իմ լավագույն ընկերներից մեկն է, բայց մեր ընտանիքները միմյանց հետ չեն շփվում։ Ես ու Բոբին միշտ ընկերներ ենք եղել։ Նա էլ է կինոռեժիսոր։ Իսկ ձեր հայրիկը չի ցանկացել փրկել իրավիճակը։ Չէ, չի ուզել։ Ինչու։ Նա հայ է։ Շատ լավ։ Ձեր հայրիկի անունը բացեց դեպի Հոլիվուդ տանող դռները ձեզ համար, բայց այնտեղ մնալն արդեն ձեզնից էր կախված։ Բացի ջանասիրությունից, ուրիշ ինչն օգնեց դիմակայել եւ հաջողել Հոլիվուդում։ Հետաքրքիր պատմություն է։ Իհարկե, ես հասկանում էի, որ կա իմ կինոռեժիսոր հայրիկը, որը ոգեշնչում էր ինձ, ինչպես նաև քեռիս Ռոբերտ Օլթմենը։ Երկուսն էլ պատճառ հանդիսացան, որ դառնամ ռեժիսոր, բայց չեմ կարծում, թե հայրս է դռներ բացել ինձ համար։ Տեղափոխվեցի Իտալիա, որ սկսեմ իմ մասնագիտական ուղին, որովհետև չէի ուզում, որ ինձ աշխատանքի ընդունեն լսելով հորս անունը։ Ես տեղափոխվեցի Հռոմ, սեփական կարիերաս կառուցելու համար։ Շատերի դեպքում է այդպես։ Օրինակ Շոն հայրն էլ Արթուր Փենը հայտնի կինոռեժիսոր է։ Նրա հետ այդ մասին խոսել ենք։ Այս հանգամանքը չի օգնում, երբեմն կարող է վնասել, հատկապես Հոլիվուդում, որտեղ ազգակցական կապերը բացասաբար են ընդունվում։ Ու պատահում է, որ մարդիկ ուղղակի չեն սիրում քեզ հենց այն պատճառով, որ կապերից շնորհիվ կարող ես օրինակ կարևոր մարդկանց հետ հանդիպել կամ նման մի բան։ Ու ես սկսեցի ֆիլմերս նկարել Եվրոպայում։ Ահա թե ինչպես եմ սկսել։ Բացի դրանից հայրս ինձ ասաց, պետք է ինքնուրույն հասնես նպատակիդ։ Ես չեմ կարող օգնել քեզ։ Սկզբում բարկացա, բայց հիմա շատ ուրախ եմ, որ նա հենց այդպես վարվեց, որովհետև այդպես ճիշտ էր։ Պետք է ինքս սկսեի ու հարթեի իմ ուղին։ Ու ես արեցի դա։ Տեղափոխվեցի Հռոմ։ Հռոմում դուք հանդիպել եք Ֆելինիին։ Ընկերներիցս մեկը հայտնի կինոռեժիսոր Ջեյմս Քեմերոնը Պիրանյա 2 ֆիլմի համար էր աշխատում Հռոմում։ Ու մենք հանդիպեցինք, քանի որ բոլորս այդ պահին աշխատում էինք ցածր բյուջե ունեցող ընկերության Ռոջեր Քորման ֆիլմզի հետ։ Շատերս էինք այնտեղ։ Նա իր առաջին ֆիլմի վրա էր աշխատում այնտեղ, որից ի դեպ նրան հեռացրին։ Պրոդյուսերը ազատեց նրան աշխատանքից։ Պատկերացնում եք, ու նա ասաց, այստեղ հրաշալի է, եթե Ֆելինին է այստեղ, Պոլանսկին է, Դարիո Արջենտոն, բոլորն այստեղ են, պետք է գաս անպայման։ Ասացի շատ լավ, ու ես գնացի։ Տոմս գնեցի ու մեկնեցի։ Բայց գնալուց օրն ասաց, ինձ հենց նոր ազատեցին աշխատանքից։ Ասացի, ոչ։ Ասաց, բայց դու կարող ես մնալ իմ բնակարանում։ Ես հասա այնտեղ մտածելով, որ ամեն ինչ ծրագրվածի նման այլևս չի լինի։ Այնուամենայնիվ ես գնացի այնտեղ։ Այնտեղ էին Ֆելինին, Պոլանսկին, Դարիո Արջենտոն, Միգել Սուարեսը, բոլորն այնտեղ էին։ Ասես իրականություն չլիներ այդ ամենը։ Այսպիսով ես կապուչինո եմ խմում, ուզում եմ ինչ-որ բան ասել, բայց շատ վախեցած եմ։ Ուզում եմ ասել ողջույն, ես Դերան Սարաֆյանն եմ, կինոռեժիսոր եմ, բայց այդպես էլ ոչինչ չեմ ասում։ Իսկ հետո մի օր խնդիր է առաջանում տեսախցիկներից մեկի հետ։ Դե ես էլ նախկինում աշխատել էի տեսախցիկների հետ։ Տեսնում եմ ինչպես են վիճում անսարքության պատճառների շուրջ։ Ասում եմ ողջույն, կարծում եմ կարող եմ լուծել այս խնդիրը։ Նայում են ինձ, դադարում են իտալերեն խոսել ու հարցնում են ինչպես ես լուծելու խնդիրը։ Ասում եմ մի բան պետք է ստուգել, ենթադրում եմ ինչն է խնդիրը։ Մոտենում եմ սարքին, խնդրում եմ, որ լուսավորեն։ Զննում եմ։ Բոլորը շուրջս հավաքված հետևում էին, ասես բժիշկներ հիվանդին զննում։
Ասում եմ, որ ունելի է հարկավոր։ Ու դրա օգնությամբ դուրս եմ հանում երկար ժապավենը, որը խճճվել էր ներսում։ Նմանատիպ խնդրի հանդիպել էի նախկինում։ Ֆելինիի օպերատորը շատ ըխրեց, որ ես լուծեցի խնդիրը, որովհետև Ֆելինին սկսեց բարկանալ նրա վրա, ասելով. «Ինչու դու չկարողացար, իսկ այդ տղան կարողացավ, ինչ է պատահել քեզ»։ Եվ նա միանգամից ասաց. «Ես հեռանում եմ»։ Ջինջեր եւ Ֆրեդ ֆիլմի նկարահանումներն էին ընթանում, եւ Ֆելինին ասաց. «Այսօր դու կլինես իմ օպերատորը»։ Ես ապշացեի։ Այդպիսով այդ օրը օպերատորի դերում ես էի։ Երեկոյան գլխավոր օպերատորը լաց լինելով վերադարձավ, ասելով. «Կներեք, ես ուզում եմ վերադառնալ եւ այլն»։ Այնպես որ իմ աշխատանքը ավարտված էր։ Մեկօրյա աշխատանք էր։ Բայց դրա շնորհիվ առաջարկ ստացա աշխատելու Դարիո Արջենտոյի օպերա ֆիլմի համար։ Ես երկրորդային կադրերի նկարահանումներ պետք է իրականացնեի։ Եվ պրոդյուսերն այնքան հավանեց աշխատանքս, որ ինձ հարցրեց. «Ունեք արդյոք սցենար, որի հիման վրա կուզեիք ֆիլմ նկարահանել»։ Ասացի. «Այո»։ Երբ պատմեցի նրան պատմությունը, նա ասաց. «Ես ուզում եմ այն կարդալ»։ Ասացի. «Շատ լավ»։ Խնդիրը միայն այն էր, որ ես դեռ չէի գրել սցենարը։ Դուք չունեիք սցենար։ Ոչ, գնացի տուն եւ 3 օրում գրեցի այն։ 90H 3 օրում։ Փոխանցեցի այն պրոդյուսերին։ Նա վերցրեց այն, նայեց վերջին էջին, տեսնելու համար էջերի քանակը եւ ասաց. «Կարող եք սա Իսպանիայում նկարահանել»։ Ասացի. «Այո»։ Նույնիսկ չկարդաց։ Փաստորեն կարող էի նրան 90 դատարկ էջ տալ։ 2 շաբաթ անց Իսպանիայի ճանապարհին էի, իմ առաջին ֆիլմը նկարահանելու նպատակով։ Սա ամենի սկիզբն էր։ Այդ նույն սցենարի հիման վրա։ Այո, հենց այդ սցենարի։ Ահա թե ինչպես սկսեցի ուղիս։ Լավ հիշում եմ, թե ինչպես զանգահարեցի մայրիկիս։ Այնտեղի հեռախոսները շատ հետաքրքիր էին։ Ես գումար չունեի, բայց մի հնարք կար։ Վերցնում ես հեռախոսը ու թղթի ամրակն անցքի մեջ տեղավորում ես այնպես, որ այն դիպչի մետաղել արին, եւ կարողանում ես անվճար զանգահարել։ Զանգահարեցի մայրիկիս եւ ասացի. «Ես ֆիլմ եմ նկարահանում»։ Իսկ նա ինչ ասաց։ Նա ուրախ էր ինձ համար։ Մայրս ինձ շատ է ոգեշնչել։ Դուք նկարահանել եք այնպիսի հայտնի հեռուստասերիալներ, ինչպիսիք են Dr. House-ը եւ Կորուսալները։ Ինչ է նշանակում միանալ հայտնի հեռուստանախագծերին, երբ դրանք արդեն ընթացքի մեջ են։ Երբ պիտի թելադրեք ձեր ոճը, առանց խախտելու այն, ինչն արդեն իսկ կայացած է։ Երբ սկսեցի աշխատել Dr. House-ի վրա, այն դեռևս հայտնի չէր։ Նախ նկարահանեցի առաջին 100 սերիաներից 23-ը։ Եվ ես ներդրեցի իմ զգացողությունները, որ փոփոխություններ մտցնեմ։ Հյու Լորին հիանալի կատակերգու է, իսկ հեռուստասերիալներում կատակներ չէին օգտագործվում։ Ուղղակի հարցրի ինչու։ Չէ՞ որ նա կարողանում էր այնքան զվարճալի լինել, բայց ոչ այդ հեռուստասերիալում։ Առաջարկս հետևյալն էր՝ օգտագործել նրա հումորը նախագծում, ինչն էլ հեռուստասերիալին հաջողություն կբերեր։ Եվ Հյու Լորին սիրում էր ինձ, որովհետև ես թույլ տվեցի նրան զվարճալի լինել։ Մենք աշխատում էինք նրա երկխոսությունների վրա, եւ մի անգամ նա ինձ ասաց. «Արի ռեստորան գնանք, քննարկենք իմ երկխոսությունները»։ Մենք արդեն սկսել էինք փոխել դրանք։ Այսպես հաջորդ սցենարի վրա աշխատեցինք ողջ գիշեր Բևերլի Հիլզի մի հայտնի սթեյք ուտելու ռեստորանում, եւ այն հատուկ մեզ համար չփակեցին այդ գիշեր։ Նրան ասացի. «Դու պետք է օգտագործես քո հումորը, հակառակ դեպքում սա պարզապես հերթական բժշկական հեռուստասերիալն է լինելու։ Այն ձանձրալի կլինի»։ Հենց առաջին սերիան, որ նկարահանեցինք, շատ լավ ստացվեց։ Երկրորդ սերիայում հումոր ավելացրինք, բայց կինոստուդիան համաձայն չէր։ Նրանք անverջ ասում էին. «Ոչ, սա հումորային շոու չէ»։ Բայց մենք կատակերգություն չէինք նկարահանում։ Մենք ավելացնում էինք այնպիսի հումոր, որը հիմնված էր իրականության վրա։ Մեր կատակներն իրական կյանքից էին վերցված։ Այստեղ մեծ տարբերություն կա։ Եվ երբ պրոդյուսեր դարձա, մյուս ռեժիսորներին ասում էի. «Դուք չեք կարող կատակներ հորինել։ Սա սիթքոմ չէ։ Դրանք պետք է իրական լինեն»։ Այսպիսով այդ հեռուստասերիալը գրեթե չեղարկվելու ենթակա շոուից վերածվեց հեռուստատեսության թիվ 1 նախագծի։ Այս հեռուստանախագծի մեջ ներդրել էի իմ զգացողությունները։ Կորուսյալներն այլ պատմություն է, այն արդեն հայտնի շոու էր։ Այդ դեպքում, այո, ես պետք է շարունակեի նկարահանումները, չփոխելով այն, ինչ արդեն կար։ Բայց միշտ իմ զգացողությունները արտացոլվում են իմ աշխատանքներում, ինչպես եւ այն ֆիլմում, որի վրա հիմա եմ աշխատում։ Այն սիրո պատմություն է, դրամա դեռահասների մասին։ Այնտեղ հումոր նույնպես կա,
բայց այն հիմնված է իրականության վրա։ Եվ ինձ համար դա շատ կարևոր է։ Իմ բոլոր հեռուստասերիալներում, որն էլ դիտեք, հումորային բաղադրիչ կա, որովհետև այդպիսին է իրական կյանքը։ Իրական կյանքում միշտ էլ առկա է կատակերգությունը, նույնիսկ հուղարկավորության արարողությունների ժամանակ։ Երբ ծնողներս էին մահացել, ես եւ եղբայրներս զվարճալի պահեր էինք որսում այդտեղ, քանի որ այդպիսին է իրականությունը։ Այո։ Որևէ սյուժե պատմելիս ես առաջնորդվում եմ իմ հերոսներով։ Նրանք պետք է իրական լինեն։ Անգամ նրանց տխրության մեջ պետք է տեղ գտնի հումորը։ Լավագույն ֆիլմերում, նույնիսկ սարսափի ժանրի լավ ֆիլմերում, եթե ուշադրություն դարձնեք, միշտ էլ հումորային դրվագներ կան։ Այո, միշտ։ Դուք այստեղ Հայաստանում չեք մեծացել։ Սա ձեր առաջին այցն է։ Այո։ Եվ հիմա դուք ֆիլմ եք նկարահանում սովետական ժամանակաշրջանի մասին։ Այո։ Երևանում։ Ինչն օգնեց ձեզ գալ այդ սովետական շունչը։ Առաջին հերթին հիմնական պրոդյուսեր Ռաֆայելը։ Նա մեծացել է այստեղ։ Սա նրա պատմությունն է։ Նա այնքան մեծ ծավալով տեղեկություն է տվել ինձ սովետական Հայաստանի մասին, ինչպիսին էր կյանքային ժամանակ։ Մենք խորապես ուսումնասիրում էինք բոլոր մանրամասները։ Ես հին ֆիլմեր էի դիտում, լուրերի թողարկումներ, ուսումնասիրում էի գրեթե ամեն բան, որովհետև ուզում էի ճշգրիտ լինել։ Չեմ ուզում, որ արհեստական մի բան ստացվի։ Դրա համար էլ անում եմ ամեն բան, որ յուրացնեմ մտածելակերպը, անգամ լեզուն, որը տարբերվում է արմատահայերենից։ Ամեն բան պիտի իրական լինի, սյուժեի ամեն մանրուք, սցենարը, բառերը, հերոսները։ Դրա համար էլ ուսումնասիրում էի, եւ դա էր մեծագույն մարտահրավերը։ Ես պետք է ազնիվ լինեմ 1963 թվականը ներկայացնելիս։ Կա մի բան, ինչը ես չէի ուզում անել, դա պատմության սովետական մասը մատնացույց անելն էր, ներառել տարրեր ուղղակի մթնոլորտ ստեղծելու համար։ Կարիք չկա, որ ֆիլմում լինի ոստիկանություն կամ այլ բաներ, որոնք կհիշեցնեն ձեզ այդ ժամանակաշրջանի մասին, որ դիտելիս անմիջապես ասեք, «Օ, սա Սովետն է»։ Ես գերադասում եմ ցույց տալ մարդկանց բնույթն ու մտածելակերպը, որոնք էապես տարբերվում են մերօրյա աշխարհընկալումից։ Որովհետև սա ժամանակակից Հայաստանն է, եւ ես չեմ ուզում, որ այն ֆիլմում երևա։ Սև ու սպիտակ եմ նկարահանում ֆիլմը, գունավորելու եմ հին ֆիլմերի նման։ Ես չեմ օգտագործելու ֆիլմում այն գույները, որոնք ունենք։ Այն պետք է հին ֆիլմի նման լինի, որը սև ու սպիտակից ուղղակի գունավորվել է։ Այդպիսով կփոխանցվի ճշգրիտ զգացողությունը։ Դուք շատ լավ կարծիք ունեք հայ դերասանների մասին։ Այո։ Ինչ ունեն նրանք, որ չունեն այլոք։ Ես շատ հաջողակ եմ։ Որովհետև երբ եկա այստեղ դերասաններին ընտրելու, ինձ Կոպոլայի դերում էի զգում։ Բոլոր լավագույն դերասանները ուզում էին նկարահանվել այս ֆիլմում։ Եվ խաղը, որը ես տեսել եմ, հրաշալի էր։ Ավելի լավը, քան երբևէ տեսածներիցս որևէ մեկը։ Այս ֆիլմն իմ լավագույն աշխատանքն է։ Նախնական անունն է մեր օրերից լավագույնը։ Այն կարող է փոխվել, բայց ես հավանում եմ հենց այս անունը։ Ես կարծում եմ այն հիասքանչ է, շատ համահունչ է։ Կարող է վերանվանվել եւ դառնալ կլարնետահարը, որովհետեւ այն երիտասարդ կլարնետահարի մասին է, որը սիրահարվում է։ Սա դառը սիրո պատմություն է։ Շատ տխուր ֆիլմ է։ Ֆիլմի երաժշտությունն էլ եմ ես գրում։ Միևնույն ժամանակ փորձելով տուրք տալ հին հայկական եւ ռուսական ֆիլմերին։ Փորձում եմ պահել այդ զգացողությունը, դրա համար ընդդիմանում եմ իմ ամերիկյան ոճին, որպեսզի ավելի անտիկ ֆիլմ ստացվի։ Ուզում եմ տպավորություն ստեղծվի, որ ինչ-որ մեկը ինչ-որտեղ գտել է այն եւ ասել, «Օ, նայեք այս ֆիլմը»։ Դա է այս ֆիլմի հետ կապված իմ նպատակը։ Դեռ չեմ սկսել մոնտաժել, կսկսեմ, երբ վերադառնամ տուն 2 օրից։ Անելու եմ դա հայ մոնտաժողի եւ ամերիկացի թարգմանչի հետ։ Լավագույն արդյունք ստանալու համար։ Իսկ ինչ կասեք դերասանների մասին։ Ինչն է նրանց տարբերությունը։
Չկա տարբերություն։ Չկա տարբերություն։ Ոչ, դերասանությունը համընդհանուր լեզու է։ Շատ լավ։ Իսկ ինչ կասեք նկարահանման հրապարակում առկա մշակույթի մասին։ Նկարահանման հրապարակում ես լսում էի բոլորին, երբ ասում էին օրինակ, այն ժամանակ այս գորգը չէր լինի, այս բաժակն այն ժամանակ չկար, այսպիսի կլարնետ չէր կարող լինել։ Ոչ մի մանրուք չէր վրիպում իմ ուշադրությունից։ Բեմադրող նկարչի, օպերատորների հետ մենք տնտղում էինք ամեն մի մանրուք, սկսած այն բանից, թե ինչ տեսք կունենար տունը։ Անդադար, որպեսզի վստահ լինեինք, որ ամեն բան ճիշտ ենք անում։ Սա մի ժամանակահատվածի վերարտադրումն է, որը Հայաստանի համար կարևոր է եղել խորհրդային շրջանում։ Եվ մենք փորձում ենք պատմել այդ պատմությունը հենց այդ աշխարհում։ Եվ իմ վերջին հարցը մեր անցյալի մասին է։ Նկատի ունեմ մոտ 1 դար առաջ տեղի ունեցած մեծ եղեռնի մասին։ Այո։ Ինչ եք կարծում։ Ինչ պետք է անենք մենք, որպես ազգ, մեր անցյալի հետ կապված։ Շատ լավ հարց է։ Հիմա կարծում եմ կարևորն այն է, որ երիտասարդ արվեստագետները, բոլոր մարդիկ, երեխաները ոչինչ չմոռանան։ Ինչպես որ իմ տատիկն էր հետևում, որ ես չմոռանամ։ Մենք պետք է հիշեցնենք նրանց։ Ինչպես հոլոքոստը, հրեաների հոլոքոստը։ Այնքան էլ վաղուց չի տեղի ունեցել, սարսափելի բաներ են կատարվել մեր ընտանիքների հետ, տատիկիս ծնողների հետ։ Նման բաները չեն կարող մոռացվել։ Եվ կարծում եմ, Շինդլերի ցուցակի նման, ինչպես Սպիլբերգը պատմեց այդ պատմությունը, այս մեկը նույնպես պետք է ճիշտ պատմվի։ Լավ ֆիլմեր նկարահանվել են, օրինակ 1915-ը։ Լավ ֆիլմեր կան։ Բայց կարծում եմ, հայկական Շինդլերի ցուցակը դեռևս չի նկարահանվել։ Մենք պետք է հիշեցնենք։ Ես հիշեցնում եմ իմ զավակներին, ես պատմում եմ նրանց մեր պատմությունը։ Ուզում եմ նրանք իմանան, չեմ ուզում մոռանան։ Որովհետև մեր ապագան կերտելու համար մենք մեր անցյալի կարիքն ունենք։ Իսկ դուք որպես ռեժիսոր պլանավորում եք այդպիսի ֆիլմ նկարահանել։ Այո։ Դա իմ գերագույն նպատակն է։ Գալով այստեղ, նկարահանելով այդ ֆիլմը, ես պատմելու եմ տատիկիս պատմությունը։ Ես գիտեմ, շատ լավ գիտեմ պատմությունը։ Իսկ դա այն է, ինչ պետք է պատմվի։ Վերջում ուզում եմ ձեզ կարճ հարցեր տալ ու ուզում եմ, որ կարճ պատասխանեք դրանց։ Ով էր կամ ով է մեծագույն հայը ձեզ համար։ Հայրս։ Ինչի մասին եք երազում։ Իմ մեծ երազանքը, ինչպես արդեն նշեցի, այստեղ ստուդիա հիմնելն է, կինոհամայնքներ ստեղծելը։ Ուզում եմ իմ ֆիլմերը փոփոխություն կերտող շարժիչուժ դառնան։ Սա է իմ մեծ երազանքը։ Եվ ֆիլմ նկարել ձեր տատիկի պատմության մասին։ Իմ ֆիլմը նկարահանել տատիկիս Սիրանի մասին։ Ինչից եք ամենաշատը վախենում։ Ամենաշատը մահանալուց եմ վախենում։ Ինչպես եք ուզում, որ ձեզ հիշեն։ Ուզում եմ հիշվել, որպես մեկն, ով վերադարձնում է իր ձեռք բերածը։ Հայաստանում երեխաներին ֆիլմարտադրություն եմ սովորեցնում։ Որքան էլ ինձ համար հաճելի է ձեզ հետ զրուցել, բայց այնուամենայնիվ ինձ համար լավագույն փորձառությունը երեխաների հետ զրույցն էր։ Դա ինձ շատ է դուր գալիս։ Ինչպիսին է միջին վիճակագրական ամերիկացին։ Միացյալ Նահանգները հսկայական երկիր է։ Տարբեր շրջաններ խիստ տարբերվում են իրարից։ Այնտեղ մարդիկ բաժանվում են հանրապետականների և դեմոկրատների։ Ես դեմոկրատ եմ։ Գոյություն չունի միջին վիճակագրական կերպար։ Իսկ որն է ամենամեծ տարբերությունը հայերի և ամերիկացիների միջև։ Էական տարբերություն չեմ տեսնում։ Շատ լավ։ Անկեղծ ասած, չեմ նկատում տարբերություն։ Կուզեի պատասխանել, լավ հարց է։ Ես նորեկ եմ Երևանում, հայ ընկերներ ունեմ Գլենդելում։ Ինքս Գլենդելի մոտ եմ ապրում, չեմ կարծում, թե մեծ տարբերություն կա։ Չեմ կարծում։ Եթե ձեր կյանքին մնար 5 րոպե, ինչ կանեիք։ Երեխաներիս հետ կանցկացնեի։ Շնորհակալ եմ այս հրաշալի հարցազրույցի համար։ Դուք շատ սիրալիր եք։ Բարձր եմ գնահատում այս զրույցը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։